Ես հեռանում եմ ավականուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Մասիսի քաղաքապետ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը ուղերձ է հղել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որում ասվում է. «Դիմում եմ ձեզ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բանտախցից, որտեղ գտնվում եմ անթակույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում ձեր սատարման, ձեր ջերմության, ձեր հավատի եւ ուշադրության համար, որ դրսեւորել եք իմ նկատմամբ։ Գործող վարչախումբը օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները չի մարսել մեր պատվախնդրությունը եւ հայրենասիրությունը, միաժամանակ ջանքեր գործադրելով զավթել երկրում ամեն ինչ։ Ես որպես Մասիս խոշորացված համայնքի գործող ղեկավար, քաջ գիտակցելով ձեր հանդեպ իմ ստանձնած պատասխանատվությունը, ընդգծելով իմ նվիրվածությունը ձեզ, Մասիսին եւ իմ թիմին, հավատարիմ մնալով նախընտրական ժամանակահատվածում իմ տված խոստումներին, զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոնը իշխանությունների կեղծ իրավական եւ վարչական խարտավանքներից, այսօր դիմել եմ դադարեցնելու ավականու անդամի իմ լիազորությունները։ Ես հեռանում եմ ավականուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել եւ արժանապատիվ հայ մնալ, հանուն մեր հայրենիքի եւ մեր երկրի ապագայի, ասված է Մասիսի համայնքապետի ուղերձում։ Անընդունելի են Հովանավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայրաթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Հովանավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին եւ շատ հստակ է, որ Հովանավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են եւ ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի, ասել է Տեր Եսային։ Նրա խոսքով Հովանավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական եւ օրինական ճանապարհով միայն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու եւ հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Որոշման մեջ ասվում է. ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու եւ հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին E905A որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի, ասված է Փաշինյանի որոշման մեջ։ Կիրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մարզպետը վստահեցրել է, թե Կիրանցից արտագաղթ չի եղել, այս պահին էլ 53 տուն է կառուցվում։ Ղալումյանը չի պատասխանել հարցին, թե Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում է տրվել եւ որքան։ Դա գաղտնի տեղեկատվություն է, հրապարակման ենթակա չէ, ասել է Ղալումյանը։ ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների լիարժեք վերսկսումը կարող է տարիներ տևել, հաղորդում է The Washington Post-ը հղումանելով Նևադայի միջուկային փորձարկման վայրի նախկին աշխատակիցներին։ Հրատարակությունը նշում է, որ փորձագետները շփոթված եւ անհանգստացած էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների անհապաղ վերսկսման մասին հայտարարությունից։ Նրանք բացատրեցին, որ ԱՄՆ-ն կորցրել է ֆիզիկական փորձարկումների փորձը, քանի որ դրանք չեն անցկացվել ավելի քան 3 տասնամյակ։ Ժամանակակից միջուկային փորձարկումներն իրականացվում են համակարգչային սիմուլյացիաների միջոցով կամ այսպես կոչված ենթակրիտիկ փորձարկումներ են, որոնք ըստ էության ոչ միջուկային պայթուցիկ փորձարկումներ են։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիության առաջնորդները եւ նրանց դաշնակիցները, որոնք աջակցում են Ուկրաինային, իրականում աջակցում են պատերազմին։ Կառավարության ղեկավարի խոսքով սա էլ ավելի է սրում իրավիճակը Եվրոպայում, այն մղելով դեպի լայնածավալ ռազմական հակամարտության, ով աջակցում է Ուկրաինային, աջակցում է պատերազմին, ասել է Օրբանը հավելելով, որ Եվրամիության առաջնորդները դեռևս մտադիր են ռազմական եւ ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, օգտագործելով եվրոպական երկրների բյուջեները։ Պատերազմը փող է պահանջում, երբ Բրյուսելը փող է ուղարկում Ուկրաինային, այն մեր փողերն է ուղարկում, նշել է վարչապետը։ Եվրոպացի առաջնորդները չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում։ Այսօր Եվրոպան գնում է դեպի պատերազմ, զգուշացրել է Օրբանը, համեմատելով մայրցամաքում տիրող քաղաքական իրավիճակը առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներին նախորդող իրադարձությունների հետ։
Նրա խոսքով միակ դրական զարգացումն այն է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Միացյալ Նահանգները խաղաղապահ դիրքորոշում է ընդունել եւ պաշտպանում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այսօր պատերազմի մասին խոսում են եվրոպացիները, չնայած մենք խորհուրդ ենք տալիս նրանց դա չանել, ասել է վարչապետը։ ԱՄՆ-ն փակ բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժեր ստեղծելու վերաբերյալ եւ մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում ներկայացնել ծրագիր, հաղորդում է Axios-ը։ Տարածաշրջանի երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում միջազգային ուժերի իմաստակցության հարցում։ Ոչ ոք չի մերժել այն եւ նրանք բոլորը սպասում են վերջնական նախագծին, ասել է անանուն ամերիկացի պաշտոնյան, ակնկալվում է, որ ծրագիրը կընդունվի առաջիկա օրերին եւ մի քանի շաբաթվա ընթացքում կներկայացվի Իսրայելին եւ մյուս երկրներին։ Միջազգային ուժերի կազմում կներառվեն Ադրբեջանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պաղեստինյան ոստիկանական ստորաբաժանումներ։ Նախագծի համաձայն նրանք կտեղակայվեն Անկլավի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ սահմանին։ Axios-ի այլ աղբյուրների համաձայն այս նախագծի հաջողությունը կախված է պաղեստինյան Համաս շարժման կողմից զենքը վայր դնելու համաձայնությունից։ Որոշ իսրայելցի պաշտոնյաներ կասկածանքով են վերաբերվում արմատականների զինաթափմանը եւ այն մտքին, որ միջազգային ուժերը կունենան լեգիտիմություն տեղի բնակչության մոտ։ Իսրայելի իշխանությունները Համաս արմատական շարժման հետ համաձայնության գալուց հետո Գազայի առողջապահության նախարարությանը հանձնեցին Անկլավում իսրայելական ուժերի կողմից սպանված ավելի քան 200 պաղեստինցիների մարմինները։ Այս տեղեկատվությունը հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։ 30 պաղեստինցիների մարմինները նախարարությունը ստացել է ուրբաթ օրը, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Մարմինները իսրայելական կողմը հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով։ Գործակալության տվյալներով ընդհանուր առմամբ Համասի եւ Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր առողջապահության նախարարությունը ստացել է 225 պաղեստինցիների մարմիններ։ ԱՄՆ զինված ուժերը, որոնք պայքարում են Վենեսուելայի ափերի մոտ հմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, վախ են սերմանել մոտակա Կարիբյան ավազանի երկրների բնակչության շրջանում, ովքեր վախենում են ծով դուրս գալ, վախենալով ամերիկյան հարձակումից, հաղորդում է The Washington Post-ը։ Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ գործողությունները սպառնում են տարածաշրջանի ձկնորսության եւ զբոսաշրջության ոլորտներին։ Մասնավորապես հոդվածում նշվում է, որ Վենեսուելայի հարևան Տրինիդադ եւ Տոբագոյի ձկնորսները այլևս չեն գնում դեպի ծով, նախընտրելով մնալ ափին ավելի մոտ, դադարեցրել են գիշերային ձկնորսությունը։ The Washington Post-ն հիշեցրել է, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն հայտարարել են, որ ոչնչացրել են առնվազն 9 նավակ, որը ենթադրաբար տեղափոխում են թմրանյութերի մաքսանենգերի, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր 2018-ին չեն հավատացել Վլադիմիր Պուտինի խոսքին Ռուսաստանի նորագույն ռազմատեխնիկական նախագծերի Բուրևեստնիկ հրթիռի եւ Պոսեյդոն անօդաչու սուզանավի մասին, այժմ ստիպված են ընդունել դրանց գոյությունը։ Շոյգուն ընդգծել է, որ Պուտինը դեռ 2018-ին է հրապարակայնորեն ներկայացրել այդ ծրագրերը եւ դրանց իրականացումը վաղուց սպասվող իրողություն էր։ Այլ բան է, որ շատերը այն ժամանակ չհավատացին, բայց հիմա ստիպված են հավատալ, նշել է նա։ Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Բուրևեստնիկ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումները հաջողությամբ ավարտվել են, իսկ Պոսեյդոն անօդաչու ստորջրյա սարքի փորձարկումների ընթացքում հաջողվել է գործարկել նրա միջուկային էներգետիկ համակարգը, դարձնելով այն աշխարհում եզակի զինատեսակ։ Չինաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ զսպելու կամ հակամարտության մեջ մտնելու դժկամության մասին իր հայտարարությունները կվերածի գործողությունների։ Սրա մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունը Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կաշխատի Չինաստանի հետ տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության եւ անվտանգությանը դրական էներգիա ապահովելու համար, ասել է Դոն Ջունը։ Նա նաև նշել է, որ Պեկինը հանձնառու է խաղաղ զարգացմանը եւ ունի հանգիստ եւ վճռականորեն արձագանքելու ցանկացած սադրանքի։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր հետ հանդիպման ժամանակ նախատեսում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի դեմ կիրառվող էներգետիկ պատժամիջոցներից մի քանի բացառությունների անհրաժեշտության մասին։ Նա կփորձի հունգարացի առաջնորդին բացատրել, որ նման բացառությունը անհրաժեշտ է Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար։ Սրա մասին նա ասել է Kossuth ռադիոյին տված հարցազրույցում։ Օրբանը հիշեցրել է, որ Հունգարիան գտնվում է ցամաքում եւ չունի ուղիղ ծովային կապեր։ Հետևաբար մենք ստիպված ենք նավթի եւ գազի համար հույսը դնել խողովակաշարերի վրա, եւ որ ամերիկացիները պետք է տեղյակ լինեն այս դժվարությունների մասին։ Մենք պետք է փաստաթղթավորենք սա, եթե ցանկանում ենք ապահովել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություններ, ընդգծել է Հունգարիայի վարչապետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների անհապաղ մեկնարկի մասին հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը գրավելու փորձ է, ասվում է ֆիննական թերթի հոդվածում։ Քանի որ Թրամփը ժամանակի զավակ է, կարելի է ենթադրել, որ նրա ուղերձը հիմնականում ուղղված է Ռուսաստանին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է Պոսեյդոն միջուկային շարժիչով ստորջրյա տորպեդոն, որին ոչ ոք չի կարող հակադրվել, նշվում է հոդվածում։ Հեղինակը կարծում է, որ Թրամփի միջուկային փորձարկումներ անցկացնելու մտադրությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Միացյալ Նահանգները պետք է պարբերաբար միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Մենք մեծ զինանոց ունենք, ակնհայտ է, որ ռուսներն ունեն մեծ միջուկային զինանոց, չինացիներն էլ ունեն։ Երբեմն անհրաժեշտ է թեստեր անցկացնել, համոզվելու համար, որ այն գործում է եւ ճիշտ է աշխատում, ասել է պաշտոնյան։ Միևնույն ժամանակ ամերիկացի փոխնախագահը չի մանրամասնել, արդյոք Միացյալ Նահանգները պլանավորում է վերսկսել միջուկային պայթյունները փորձարկումների ժամանակ։ Համաձայն հոկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված նոր հրամանագրի։ Եվրամիությունը նահանջել է Չինաստանի հետ առևտրային վեճերից Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից առևտրային եւ տնտեսական հիմնական տարաձայնությունները լուծելու համագործակցելու ցանկության ֆոնին։ Այս մասին հայտնել է Պոլիտիկոն հղում անելով փորձագետներին։ ԱՄՆ եւ Չինաստանի միջև հարաբերություններում ի հայտ եկող լիցքաթափումը, ինչպես նշում է հրատարակությունը, կարող է եվրոպացի առաջնորդներին շունչ քաշելու հնարավորություն տալ առևտրի հումքի եւ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ռազմավարություն մշակելու համար, սակայն երկու տերությունների միջև հարաբերությունների ջերմացումը եվրոպացիների մղում է դեպի ծայրամաս։ Հրատարակության մեջ նշվում է, որ առևտրային վեճերի պատճառով եվրոպական արդյունաբերությանը երկարաժամկետ եւ անդառնալի վնասի մտավախությունները Բրյուսելին դրդել են ավելի հաշտեցնող դիրքորոշում ընդունել, այս դիմակայության մեջ շեշտը դնելով ներգրավվածության եւ երկխոսության վրա, այլ ոչ թե պատժիչ միջոցառումների վրա։ Սակայն չինացի պաշտոնյաները դեմ էին Եվրամիության հետ բանակցությունների դանդաղ եւ անհամակարգված տեմպին։ Արդյունքում Եվրասիա գրուպ խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Ջերեմի Չանի Չինաստանը Եվրոպան հանել է իր առաջնորդությունների ցանկից։ Շփումները շարունակվելու են, ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները Ադրբեջան։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես գերիների պահվող անձանց մասին հարցը, նշել է Սիմոնյանը։ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Շիրակի եւ Արթիկի թեմերի հոգեվոր սպասավորների հետ, ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր-Նարեկ եպիսկոպոս Ավագյանի։ Նորին սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանահայրերին, մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի անարդար դատավճռին եւ ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։ Հայոց հայրապետը պատգամել է, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները առաստված նվիրումի եւ հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեբրկչական իրենց առաքելությունը, առավել արդյունավորելով հավատացելով հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը եւ կոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։ Երեկամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրաված են փրկարար ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղ գյուղի մերձակաբնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովը
ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Գեղարքունյաց թեմն առաջիկա կիրակի նոյեմբերի 2-ին Սուրբ Պատարագ կմատուցի Տիգրանի գտնվելու համար։ Հայտարարության մեջ ասվում է. հրավիրվում են բոլոր սրտացավ եւ հավատավոր հայրենիները միանալու մեր աղոթքին, խնդրելով ամենախնամ Տիրոջից խաղաղությամբ վերադարձնել Տիգրանին իր ընտանիքի գիրկը։ Սիրելի հավատացյալներ, այսօր տեղեկացնում ենք, որ օրհնությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի առաջիկա կիրակի նոյեմբերի 2-ին առաջնորդանից Սուրբ Աստվածածին եկեղեցու հավարտ Սուրբ Պատարագի միասնաբար աղոթելու ենք փոքրիկ Տիգրանի գտնվելու համար։ Բոլոր սրտացավ հայրենիներին հրավիրում ենք միանալու աղոթքին, ասված է հաղորդագրության մեջ։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։ Հաղորդվում է, թե հարցաքննվել են իբրև թե տուժածները։ Մյուս նիստը նախատեսված է հոկտեմբերի 31-ին։ Բելարուսի սահմանապահ ծառայությունը Լիտվայի ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայությունից պաշտոնական ծանուցում է ստացել այն մասին, որ այդ երկրի կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունել Լիտվայի Հանրապետության պետական սահմանը հատելու սահմանափակման եւ կասեցման մասին, հաղորդում է Մինսկ Նովոստի գործակալության թղթակիցը հղումանելով պետական սահմանապահ ծառայությանը։ Փաստաթուղթը սահմանափակումներ է մտցնում Մեդինինկայի Կամեննին անցակետով անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Գործակալությունը նաև պարզաբանել է, որ այս սահմանափակումները չեն վերաբերում Լիտվայի Հանրապետության դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող կամ դիվանագիտական փոստ տեղափոխող անձանց հատուկ հեշտացված տարանցիկ փաստաթուղթ սահմանելու մասին խորհրդի 2003 թվականի ապրիլի 14-ի թիվ 693/2003 կանոնակարգի համաձայն տրված հեշտացված տարանցիկ փաստաթղթով ճանապարհորդող անձանց Լիտվայի Հանրապետություն վերադարձող Լիտվայի քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին։ Ուկրաինայի բանակը փորձում է դանդաղեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը կազմակերպելով տեխնածին աղետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Թշնամին չի էլ թաքցնում իր ծրագրերը։ Բառացիորեն տեխնածին աղետ ստեղծելու համար, որպեսզի դանդաղեցնի ռուսական զորքերի առաջխաղացումը Վոլչանսկի շրջանում Խարկովի մարզում, նշել է դիվանագետը։ Զախարովան հավելել է, որ խոսքը վերաբերում է Սևերսկի Դոնեցկ գետի ափերին գտնվող բնակավայրերի հեղեղման մասին։ Ավելի վաղ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը հաղորդվել էր, որ Ուկրաինայի Zun-3 GMLRS հրթիռով օգտագործել են HIMARS համակարգերը, հարվածել են Բելգորոդի ջրամբարի ամբարտակին, ինչպես տեղեկացրել է սահմանամերձ մարզի նահանգապետ Վիչիսլավ Գլադկովը, ամբարտակը վնասվել է։ Ֆինլանդիան մոտ 15,000 զինծառայող կուղարկի մասնակցելու նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, նշվում է, որ վարժանքները տեղի կունենան նոյեմբերից դեկտեմբեր, այդ թվում Ռուսաստանի սահմանակից շրջաններում։ 100,000-ավոր ուլտրաուղափառ իսրայելցիներ հավաքվել են Երուսաղեմի մուտքի մոտ բողոքելով բանակ զորակոչվելու դեմ, այս մասին հայտում է The Times of Israel-ը։ Երիտասարդ ուլտրաուղափառ ցուցարարները պլաստիկ շշեր են նետել մարդկանց, այդ թվում իսրայելական 12-րդ ալիքի լրագրողի վրա, երբ նա լուսաբանում էր զանգվածային հանրահավաքը։ Բողոքի ցույցը սկզբնապես նախատեսված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր տարբեր ուլտրաուղափառ խմբավորումների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Մայրաքաղաքում փակ են գլխավոր փողոցները։ Ոստիկանության ստորաբաժանումները բերվել են լիակատար պատրաստության, հարյուրավոր ոստիկաններ հերթապահում են փողոցներում կանխելու անկարգությունները եւ հնարավոր բախումները։ Ռուսաստանը վերսկսել է ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների թռիչքները Սիրիայի իր Հմեյմիմ ավիաբազա։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Ծառայության տվյալներով առնվազն 2 ռազմական ինքնաթիռ է մեկնել Լաթաքիա, որտեղ գտնվում է ավիաբազան։ Մասնավորապես հոկտեմբերի 26-ին այնտեղ է ժամանել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Il-62M ինքնաթիռը, որը մեկնել է Լիբիայից, այնուհետև ուղևորվել Մոսկվայի մարզ։ Գործակալությունը հղում է արել նաև Կրեմլին մոտ աղբյուրներին, որը հայտնել է, որ Մոսկվան վերսկսել է թռիչքները դեպի Սիրիայի ավիաբազա գրեթե 6 ամսյա դադարից հետո։ Հրապարակման մեջ թռիչքների վերսկսումը կապել են այն բանի հետ, որ երկու երկրներն աշխատում են հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
Չինաստանի ԱԳ նախարար Գո Ցյակունը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի պաշտպանել միջուկային զինաթափման միջազգային համակարգը։ Գոյի խոսքով Պեկինում ակնկալում են, որ ԱՄՆ-ն կոնկրետ գործողություններ կձեռնարկի միջուկային զինաթափման եւ չտարածման միջազգային համակարգի պաշտպանության, ինչպես նաեւ գլոբալ ռազմավարական հավասարակշռության եւ կայունության ապահովման համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր շտաբ կարգով անցկացնել ամերիկյան միջուկային զենքի փորձարկումներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հավանության վարկանիշ ընտրողների շրջանում կազմել է 11%։ Այս մասին են վկայում Verian Group սոցիոլոգիական ընկերության հարցման տվյալները Le Figaro թերթի պատվերով։ Էմանուել Մակրոնի հանդեպ անվստահությունը նոր բարձունքների է հասնում, նշել են ընկերությունում։ Ընկերությունը նշում է, որ Մակրոնի ներկայիս վարկանիշը կրկնել է երկրի նախկին նախագահ Ֆրանսուଆ Օլանդի պատմական հակառեկորդը 2016 թվականի նոյեմբերին։ Նախագահը չպետք է այդպես խոսի գրքի լույս տեսնելուց հետո։ Այն ժամանակ ժողովրդականության կորուստը Օլանդին դրդեց հրաժարվել նախագահական երկրորդ ժամկետի համար առաջադրվելու ծրագրերից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին ՄԱԿ-ը կոչ է արել խուսափել ցանկացած էսկալացիայից, որը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Այս մասին ՌԻԱ Նովոստի հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը։ Գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ներկայիս միջուկային ռիսկերը արդեն սպառնալիորեն բարձր են եւ անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սխալ հաշվարկների կամ էսկալացիայի աղետալի հետևանքներով, նշել է Հաքը։ Նա ընդգծել է, որ միջուկային փորձարկումների անցկացումը անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս կամ բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ։ Այս մասին հայտնել է հրապարակ ԵՄ։ Նշվում է, որ մինչ այս պահն էլ զորամասում են օպերատիվ գործողություններ են իրականացնում, պատճառների մասին առայժմ հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել են, որ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդման օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի առաջին մասի, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի եւ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի Հայկ Բաբայանին 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, ասված է հաղորդագրության մեջ։ Այս կիրակի նոյեմբերի 2-ին կլրանա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգինբեի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձը։ Մայրաթորից հայտնել են, որ այս առիթով ընկալյալ կարգի համաձայն հնդածը Սուրբ եւ անմահ պատարագի կկատարվի հայրապետական մաղթանք եւ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևրայի սրբոց մասանց պահարանը։ Moment Watch կազմակերպությունն նահազանգում է ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից։ Դրանցից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես մեծ եկեղեցին վերջին 2 տարիներին կրել է վնասներ։ Ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր։ Եկեղեցին եւ նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել է։ Արկեր են ընկել եւ պայթել նաեւ եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են։ Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին բարերար Ալի Սոհանյանի կողմից։ Կազմակերպությունն արձագանքել է նշելով, որ մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի 4-րդ հոդվածում։ Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները, զերծ մնալով թշնամանքի եւ հաշվեհարդարի գործողություններից։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Աֆրիկան պետք է դառնա երկրի համար շուկայի ապագան, ինչպես երբեմն էր Չինաստանը 30 տարի առաջ աշխարհի տնտեսությունների համար։
Նա ընդգծել է, որ բելարուսական արտադրողները պետք է ակտիվորեն մտնեն այդ տարածաշրջան եւ զբաղեցնեն իրենց տեղը արագ զարգացող շուկաներում։ Լուկաշենկոյի խոսքով Աֆրիկայի միջին տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, իսկ մայրցամաքը տիրապետում է աշխարհի օգտակար հանածոների 1/3-ին։ Նա առաջարկել է ակտիվորեն արտահանել պարարտանյութեր, սննդամթերք եւ մեքենաշինական արտադրանք, որպես բելարուսական արտահանման դիվերսիֆիկացման ուղղություն։ Ես դեռ չեմ տեսնում համակարգային աշխատանք։ Ոչ ոք ոչ պլաններում, ոչ մեթոդներում փոփոխություն չի անում, ասել է Լուկաշենկոն դժգոհելով բիզնեսի պասիվությունից։ Նախագահը հիշեցրել է Աֆրիկայի հետ արդեն սկսված համագործակցության օրինակները, մասնավորապես ավելի քան 5000 գյուղտեխնիկայի միավորի մատակարարումը Զիմբաբվե եւ Նիգերիա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է 1 տարով հետաձգել հիմնական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության ներմուծումը։ Ըստ Թրամփի Սի Ցինփինի հետ բանակցություններից հետո Պեկինը որոշել է շարունակել այդ մետաղների ազատ մատակարարումը միջազգային շուկաներ, ներառյալ ամերիկյան։ Թրամփը նշել է, որ խոսքը վերաբերում է մի շարք ռազմավարական հանքանյութերի եւ մագնիսների մատակարարմանը, որոնք լայնորեն կիրառվում են ավտոմեքենաների, հրթիռների եւ ինքնաթիռների արտադրությունում։ Նա ընդգծել է, որ այս որոշումը կնպաստի առևտրային կայունությանը եւ կհաղթահարի մատակարարման շղթաների ճգնաժամը։ Միաժամանակ սահմանափակումները, որոնք Չինաստանը հաստատել էր 2025-ի ապրիլին 7 հազվագյուտ մետաղների արտահանման համար մնում են ուժի մեջ։ Վերլուծաբան Թիմ Չժանը այս քայլը գնահատել է որպես տակտիկական կայունացում, նշելով, որ հնարավոր է ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետագա նվազեցման դեպքում Պեկինը պատրաստ լինի նոր զիջումների։ Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Հյոնը հայտարարել է, որ զարմացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որով նա թույլ է տվել Սեուլին ունենալ սեփական ատոմային սուզանավ։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Առավոտյան հանկարծ տեսանք նրա հրապարակումը սոցիալական ցանցում, որտեղ նա գրել էր, որ աջակցում է այդ գաղափարին, ասել է Չո Հյոնը մամուլի ասուլիսի ընթացքում, նշելով, որ նման որոշումները սովորաբար պահանջում են երկարատև դիվանագիտական քննարկումներ։ Նախարարը հավելել է, որ առաջիկայում Վաշինգտոնի եւ Սեուլի ներկայացուցիչները կանցկացնեն աշխատանքային խորհրդակցություններ, հստակեցնելու սուզանավերի կառուցման հնարավոր պայմանները։ Ավելի վաղ Թրամփը True Social-ում գրել էր, թե տվել է Հարավային Կորեային թույլտվություն սկսել սեփական ատոմային սուզանավի կառուցումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է այցելել Երևան, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականին։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, մերժման պատճառն այն է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել, թեև դե ֆակտո խաղաղությունն արդեն հաստատված է։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Ալիևին եւ Էրդողանին բանավոր հրավիրել են մասնակցելու հաջորդ տարի Երևանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովին։ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի համապատասխան որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը։ Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։ Խոսքը քաղաքացիական անձի հաշվով ամսական 300,000 դրամի մասին է։ Սակայն մինչև այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով տվյալ որոշմամբ անհայտ կորածի ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ամսական 300,000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը։ Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգ։ Գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել եւ ստորագրել առցանց, առանց թղթային ձևակերպումների։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Համակարգը եռալեզու է եւ թույլ է տալիս կազմել ու վավերացնել աշխատանքային պայմանագրերը, փոփոխել աշխատավարձը կամ հաստիքը, ստորագրել համաձայնագրերն էլեկտրոնային եղանակով, անձնական էջում տեսնել բոլոր փաստաթղթերը եւ այլն։ Մինչեւ տարեվերջ գործընթացը կամավոր է, իսկ 2026 թվականի հունվարից կդառնա պարտադիր։ Նախկինում կնքված թղթային պայմանագրերը եւս պետք է թվայինացվեն 1 տարվա ընթացքում։
Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 31-ից 3-ը, նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 31-ից 3-ը, նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։